Այն դες երբեմն մարդ զգում է, որ համապատասխան իրավիճակում պետք է շնորհակալություն հայտնել, բայց ինչ որ բան կաշկանդում է, կարծես լեզուն չի պտտվում, դա ինչու է այդպես։ Ես հավատացեք, դա երբևիցե արդարացում չեմ ընդունել։ Արդարացում չեմ ընդունել։ Այո, լինում են բարականներ, որ ասում եմ, գիտեք ինչ շնորհակալություն կա, մոդեցար շնորհակալություն, բա ամաչեցի, շատ ներողություն։ Հիմա հաստատ հագարակ գոնզողություններից չեք ամաչում երբևէ։ Այսինքն նույն այդ լեզուն, նույն այդ բերանից երբեմն այնպիսի բառեր արտահայտություններ են դուրս գալիս, որը անընդունելի է։ Այսինքն այդ բարականներում մարդ չի ամաչում, երբ որ դիմացինին կարող է վիրավորել։ Չէ՞։ Այսինքն երբ որ զայրույթը կա, երբ որ ինչ որ չի համապատասխանում իր պատկերացրածին եւ այլն եւ այլն։ Ինչու է վերացում, մարդ սկսում է շատ լավ այդ նույն լեզուն, որը կաշկանդված է, կապված է եւ չի կարող շնորհակալություն հայտնել, կարող լիքը հայհոյանքներ տալ։ Ուրեմն այստեղ ոչ, ես չեմ հավարում, որ այդպիսի ինչ որ մի ձև կա կաշկանդվածության դա հոգեվիճակ, այլ նորից եւ նորից կրկնում եմ, ինչը որ սկզբանե ասացի, ես վստահ ասում եմ, դա սա բարոյական չափանիշ է։ Գիտեք, հոգեբանները կարող են փաստել, ասում եմ, մինչև 16 տարեկան է երեխայի մոտ էգոն է գործում։ 16-ից հետո սուպեր էգոն, այդպիսի տերմինոլոգիա ունեն հոգեբանները, էգոն դա երեխան է, որը չի պատկերացնում, չի կարող, այսինքն ինքը խորը ընկալումով հարաբերություն ձևավորել ծնողի հետ, այսինքն ծնողը հոգնած տուն է գալիս աշխատանքից երեխայի համար, եթե սոված է, ասում է սոված է, մամ, չի ասում, որ հոգնած ես։ 16-ից հետո այդ սուպերեկոնը եթե չի ձևավորվում, այդ սուպերեկոնը որն է, այդ բարոյական չափանիշն է հոգեբանության մեջ, որ դու գիտակցում ես, որ մայրդ հոգնած է։ Կարող ես ինչ-որ բան դու պատրաստես կամ օգնես։ Հիմա եթե մեկը 16+ չի ձևավորվում, ուրեմն մինչև 16-ը սխալ կամ դասիրակության խնդիրն է, կամ իր ամոթ այդ բարոյական չափանիշները չի ձևավորվում։ Եվ այստեղ որևիցե հարաբերության մեջ արդեն տվյալ անձնավորությունը, որ թեկուզ հասուն է, նույն տրամաբանությամբ կուղղորդվի։ Տեսեք, ամուսինների մեջ ունենք, չէ՞, նահապետական այսպիսի մի սառը մտածելակերպ, երբ մտածում են, որ այո, կինը պարտավոր է։ Դրա համար եկեղեցուն, երբ որ հարց եք տալիս Տեր եւ հնազանդես, փեսացուն երբևէ չեմ կարողացել պատկերացնել ինչու համար այդքան ուրախ, որ ասում է այո Տերը եւ կինը պետք է ասի հնազանդ եմ, այո Տերը նույն հնազանդն է, հնազանդը նույն Տերն է։ Ուրեմն տեսեք, այն մարդն է այդ բարի վրա ուրախանում եւ ժպիտ առաջացնում իր մոտ այդ բարից, այն մարդը, որը չի գիտակցում խորը հարաբերությունների իմաստը, այդ շնորհակալությունը, այդ երախտիկ, այդ գիտակցությունը։ Հիմա գիտեք, երբեմն այսպիսի մի շատ ցավոտ արտահայտություն կա, չէ՞, որ ընտանիքի անդամները ամուսինը կարող է տուն վերադառնա եւ կնոջ ասի, ինչ ես արել, որ ամբողջ օրը ինչ ես անում։ Բայց երեխայի դա սիրակում, այսօր պետությունը հետաքրքիր ձևաչափով է մոտենում մայրերին, որոնք զավակ են ունենում, այսինքն ինչ որ գումար է հատկացում երեխային, չէ, որպես ինքը դասիրակ տանա։ Այդ դասիրակի գումարն է հատկացնում, որովհետեւ այո, դա աշխատանք է։ Հիշում եմ ես երկրաշարժին հաջորդած օրերին, երբ մարդիկ տարբեր խմբերի էին կարծես բաժանվում, մի մասը նույնիսկ այդ դժբախտության մեջ իրենց վրա հասած կարող էին Աստծուն շնորհակալություն հայտնել, որ գոնե մնացած հարազատները ողջ մնացին եւ ինքը կյանքում շարունակեց իր կողքին ունենալ հարազատ մարդկանց եւ մի խումբ կար, որ մի տեսակ չարություն մտավ, ըմբոստացան Աստծու դեմ, սկսեցին տրտնջալ, բողոքել, մեղադրել, թե ինչու դա իրենց հետ եղավ։ Այսա ինչ հոգեվիճակ է կամ ինչ հոգու ինչպիսի դրսևորում է, երբ նույնիսկ դժբախտության մեջ մարդը կարողանում է շնորհակալ լինել։ Տեսեք, սա հավատքի մեծության մասին է խոսում։ Ես չեմ ուզում քննադատել կամ ինչ-որ ձևով մեղադրել այն անձերին, որոնք դժբախտության մեջ ընդվզում են կամ այլ պատկերացում ունեն, սա մի հոգեվիճակ է, որ ապրողը կարող է դրա մասին խոսել, իրոք։
միայն երկրաշարժի պարական չէ։ Որևէ դժբախտություն, որը մարդու կյանքում կարող է տեղի ունենալ, սա առիթ է տալիս դիմացինին մեծ փորձություն անցնել։ Լավագույն օրինակը ունեք ինքնտակարանից Հոբի գրքում։ Հոբը իր նեղությունների եւ տառապանքների մեջ թեկուզ եւ հնազանդ այդ ամեն ինչը կրում էր, երբևիցե չուրանալով Աստծուն, բայց անընդհատ հարց էր ուղղում ասում, ինչու համար է այս ամենը ինձ հետ կատարվում։ Այդ փորձությունները։ Դա յուրաքանչյուր մարդ անգամ հավատքի մեջ կարող է այդ հարցումն անել, ինչու համար է այս փորձությունը ինձ հետ։ Այդ հարցի պատասխանը անշուշտ դժվար է այդ հարցի պատասխանին համակերպվելը նաև։ Ես նշեցի, որ չեմ կարող որևիցե մեկին ասել, որ գիտես, քո նեղության եւ տառապանքի մեջ ուղղակի անտարբեր եղի։ Շատ պարականներում տեսնում եք, որ աղանդավորները շատ թեթև ընկալում եւ մոտեցում ունեն, երբ որ հարազատ են կորցնում, ասում են Աստված տվեց եւ Աստված տարավ, այդպիսի արտահայտությամբ փակում են, այսինքն այդ անձի հետ կապված իրենց սուկը կամ իրադարձությունը։ Ես չեմ կարող այդ տրամաբանությամբ ասել։ Մենք տեսնում ենք, որ Ղազարոսի պարակայում, երբ որ մահացավ, նջեց, Քրիստոս արտասվեց, ուզվեց, այսինքն մարդկային բնությունը ցույց տվեց իր։ Ինքը նաև արտահայտեց, որ յուրաքանչյուր կորուստ ցավ է։ Երկրաշարժից բացի, գիտեք, շատ պարականներում դժվարանում եմ նաև մարդկանց ինչ-որ պատասխան տալ, բայց նաև այո, սրա պատասխանը կա, երբ մարդը հարազատ է կորցնում։ Վերջերս մեկ ինձ հարց տվեց, ասեց, ինչու համար այսին երիտասարդ այս մեր զավակը եւ ընկերը, որը ամեն օր աղոթում էր, Աստծո հետ շատ կապված էր, Ղուրանին էր ծառայում, ջեմարանական էր։ Այդ ծառայության ընթացքում դժբախտ պատահարի միջոցով մահացավ։ Ինչու Աստված չպաշտպանեց։ Գիտեք, մի հարց, որը երևի թե ինչ էլ պատասխանեմ, չկարողանամ լիարժեք սփոփանք փոխանցել ընտանիքի անդամներին։ Սա իրոք շատ բարդ է։ Բայց միաժամանակ գիտակցում եմ, որ բարձր հավատքի էությունը եւ իմաստը ինչու՞մ է, որ դու անգամ այդ դժբախտության մեջ վստահում ես Աստծուն։ Այո, կան դժբախտություններ, պարականներ, Աստծո կամքը չէ։ Եվ այստեղ սա պետք է հասկանանք, որ Աստված չէ, որ ցանկանում է, որ մենք տարապենք, ցավի մեջ լինենք, կորուստներ ունենանք։ Աստված երբևիցե չի դա ցանկանում մարդու։ Բայց այդ դժբախտության մեջ նաև հարազատը կամ դժբախտության մեջ գտնվող անձը, երբ որ հավատք ունի, այդ հավատքը այդ հույսն է, այդ գիտակցությունն է, որ այո, անկախ ամեն ինչին չի դադարում իր սերը արտահայտել առ Աստված, ինչպես Հոբը իր բոլոր նեղությունների մեջ, որ փորձություններ են։ Այո, կարող ենք տեսնել մեր շրջապատի մեջ մարդիկ, որոնք անաստված են, անհավատ են, շփացած կյանքով են ապրում։ Եվ տեսնում եք, որ լավ էլ ապրում են։ Եվ սա մեծագույն փորձությունն է։ Եվ ես շատ անգամներ, երբ որ ինձ այդ հարցը տալիս են, ինչու օրինակ, այսինքն այս հարազատի հետ, մյուս հարազատի հետ նման դեպքը կատարվեց, ասում նայեք ամբողջ եկեղեցու սրբապատկերներին, մեկին կգտնեք, որ բարեկեցիկ եւ փառահեղ կյանքով ապրել։ Քրիստոնեության մեջ չենք տեսնում մեկին, որը սրբադասվել է իր բարեկեցիկ եւ համեստ կյանքով։ Մենք երբ որ նայում ենք սրբապատկերներին, մենք իրենց փառահեղ վիճակն ենք տեսնում, արդեն փառավորված Աստծո, բայց երբևիցե չենք խորանում իրենց պատմության մեջ, հա, կարող է տոնի հետ կապված հայսմավուրկից իրենց պատմությունը վերցանենք եւ խոսենք դրա մասին, բայց երբ որ նայում ես Սուրբ Սարգիսին, չես մտածում, չէ, որ Սուրբ Սարգիսը նահատակվեց, իր որդին իր աչքի առաջ մորթվեց եւ իր զինակից ընկերները սպանվեցին։ Բայց մենք սիրո տոն ենք վերածել, չէ, վերածել որ է սիրո տոն է, սիրո արտահայտության, հավատքի, արաքան, սուրբ եւ այլն տարբեր ոգեշնչող բառերով մենք այդ օրը անցկացնում ենք, բայց Սուրբ Սարգիսը ինչպես սրբադասվեց։ Չենք ուզում անդրադառնալ։ Հիմա մենք այդ նահատակության օրինակով
օրհնություն ենք հայցում եւ օրհնություն ենք քաղում այդ սրբի բարեխոսությունից, որը բխում է բոլորիս վրա։ Որին ասենք։ Ես Հիսուս Քրիստոսի օրինակը կարող եմ անverջ ասել, բայց Հիսուս Քրիստոսի խաչելուց եւ հարության, այսինքն մեծ խորհուրդը վայելելուց հետո ամբողջ սրբերի դասը տարաբանքների մեջ եղավ։ Արիտ ունեցանք Ասիս քաղաքում Սուրբ Ֆրանցիսկի ապրած բնակավայր այցելել երիտասարդների հետ։ Հազարավոր տուրիստներ են մտնում, ոմանք հետաքրքրված, զարմացած, որ բարձի փոխարեն քար էր դրված, հատակին է քնել, տարբեր նմանատիպ բաներ։ Կար հազարավոր մարդկանց մեջ, տեսնում ենք մարդիկ, որոնք այո ծնգադիր աղոթում էին, շատ հուզված էին, այսինքն այդ ամեն ինչը տեսնել, մարդիկ եկան ուղղակի նկարեցին եւ դուրս եկան։ Հիմա հարց, եթե Սուրբ Ֆրանցիսկը այդ զողությունների եւ այդ նեղությունների մեջ չապրեր, հազարավոր մարդկանց ոգեշնչման առարկա կլիներ, չէր լինի։ Էս է հիմա դրա համար այդ հարցերի պատասխանը մեկ բառով կարելի ասել, որ հավատքի արտահայտման եւ հավատքի խոր ընկալմամբ է, որ կարող ենք հասկանալ դիմացի ինչքանով հավատք ունի խոր ընկալում իր մոտ։ Ես մի պատմություն պատմեմ, ավելի գիտեք նմանատիպ հարցերը մեզ կյանքի փորձությունը բերում է ավելի ճիշտ պատասխաններ, քան երբեմն գրքերից, որ ընթերցում ենք որպես պատմություններ, որոնք եղել են։ Ես մի կնոջ էի ճանաչում, Աստված հոգին լուսավորի, 91 տարեկանում մահացավ։ Այս տարեց կինը իր ամբողջ կյանքի ընթացքում սարսափելի կորուստներ էր ունեցել։ 20 տարեկանում թորն է մահացել, տղաները շատ երիտասարդ։ Կարծես թե իր ամբողջ գերդաստանն ամբողջ հարազատ անձի կայունակից բարեկամները, որոնք իրան համար շատ թանկ են իր կյանքից առավել, մահացել են։ Այս կինը երբևիցե չի եղել, որ եկեղեցի չհաճախի հատկապես կիրակի օրերը սուրբ պատարագի։ Գիտեք, բարակ բաճկոնով, անձրև, ձյուն եւ այլն շատ անգամներ խնդրել եմ, որ տուն ուղեկցեմ, ասել է չէ, ես իմ աղոթքով տուն եմ գնում։ Ուրեմն իր թորան մահից հետո, որ անսպասելի հարսանիքի է մասնակցել, հանգել էր, սիրտը կանգ էր տվել։ Որոշ ժամանակ այս կինը չեկավ եկեղեցի, այցելեցինք։ Ասի Գայանե տատի ջան, Գայանե անունը ուներ Սրբի Գայանե, ասի ի՞նչ չես գալիս եկեղեցի, ասեց հայ Սուրբ ամաչում եմ։ Ասում ումից, ասեց մարկանցից պետք է ասեն 20 տարեկան թորս մահացել է, ես 91 տարեկան եմ։ Ասի կներես մի ամաչի, բայց Աստծո հետ, ասեց Աստծո հետ հաշտ եմ։ Աստծո հետ հաշտ եմ, Աստծուն սիրում եմ, Աստծուն պաշտում եմ, աղոթում եմ ինչու համար, աղոթում եմ, որ ֆիզիկապես այդ անձիկ իմ կողքին չեմ, բայց հոգին առաստված է։ Հոգին կա, ես վստահում եմ, որ ֆիզիկապես բաժանում կա մեր մեջ, բայց հոգին կա, եւ մի օր պետք է միավորվենք, այսինքն այդ կինը 91 տարեկան, որը ժամանակին մանկավարժ էր, այնքան գրակետ, այնքան հավատքի լուրջ վկայություն տվեց, որ բարեր չես գտնում իրեն մխի տարելու, այ իր խոսքից դու ես ոգի շնչվում եւ այո հաջորդիվ խոսեցինք մի քիչ եւ միջև իր մահը էլի չկտրվեց եկեղեցուց 91 տարի ապրեց։ Այս է հավատքի մեծությունը։ Սա ոչ թե գրքերից ընթերցված պատմություններ, որը կարելի էր ընթերցել եւ ասել ոգի շնչվելու համար, այլ իրապես այդ կնոջ օրինակը, որ բոլոր այդ դժվար հոբի նկարագրած նեղություններ եւ ցավը ապրած կիներ։ Սա սարսափելի բան է։ Իրոք սարսափելի։ Եվ հավատքի մեծությունը նաև միտեղ մարդուն տալիս է, գիտեք, այն ուժը, այն գիտակցությունը, որով կարող է ոտքի կանել։ Այո, սարսափելի բան է, երկրաշարժ օրինակ բերեցիք, այո, մի օրում ընտանիքում 5-6 հոգի են, մնաց մեկը, այդ մեկը հիմա եւ Աստված սիրի եւ ընտանիք չունենալով շարունակի ապրել, իմաստ գտնի կյանքի մեջ, սա բավականին բարդ բան է։ Եվ Աստված մի առաստին շուտ մեկ այդ փորձություն ունենա։ Մենք չենք ցանկանում որից մեկին սարսափելի է եւ ոչ մեկը կարող է սա խոսքերով դիմացինի մասին նկարագրել, որովհետեւ հաջորդիվ ինքը չի կարող պատասխան տալ, եթե իր հետ կատարվի։ Եվ Աստված ոչ արած։
Դրա համար օրինակներ կան, որ մեզ արդեն իրենք են խոսում, որ այո, հավատքի մեծությունն է, որ մարդուն կարծես ոչ միայն իրավունք, այլ ուժ է տալիս ապրելու համար։ Եվ վերջին հարցս, Մայրներսես, շնորհակալության զգացումը մարդու մեջ պիտի սերմանվի դեռ մանուկ հասակից։ Այսօրվա սերունդը, չգիտեմ, գուցե պարզապես իմ դիտարկմամբ է, մի քիչ ավելի անհամբեր են, ավելի պահանջկոտ են։ Սա դարն է այդպիսին կամ այսօրվա ծնողներն են ինչ որտեղ թերանում, ինչպես կարելի է երեխային որպես շնորհակալ մարդ մեծացնել։ Դե երեխային որպեսզի շնորհակալ մարդ մեծացնի, պետք է ծնողը նախ եւ առաջ ինքը շնորհակալ լինի։ Սա համար մեկ պայման է, ընտանիքում երեխան ձևավորվում է ինչ որ տեսնում է։ Շատ գեղեցիկ խոսքեր կան, չէ՞։ Պողոս Արաքյալի կողմից, որ ասում է բարի ծառից չար պտուղ եւ հակառակը չի կարող լինել։ Հիմա երբ որ ընտանիքի մեջ ծնողքը ունի այդ բարոյական չափանիշները, այդ քաղաքակրթությունը, այդ քաղաքակիրթ բառը բարոյական չափանիշին կարելի է միասին ասենց կապել եւ միասին արտահայտել այդ իմաստը, ուրեմն երեխային նույն տրամաբանությամբ կմեծացնի։ Այո, մենք տեսնում ենք ծնողներ, որոնք երեխային ամեն վարքյան ինչ որ բան, երբ որ փոխանցում են անգամ կոնֆետի տեսքով, ասում են դու շնորհակալություն հայտնեցիր, բայց տեսնում ենք ծնողներ, որոնք այդ շնորհակալություն բառը իրենք չեն գործածում։ Հիմա հատկապես ես տեսնում եմ սոցիալապես շատ անապահով ընտանիքներում, որ գիտեք, միգուցե նախանձի եւ այդ էգոն է, որ իրենց դիմացին ավելին ունի եւ իրենց խնդիրը ավելի իրենք դասելով այդ շնորհակալությունը չեն կարող արտահայտել։ Բավականին երկար տարիների փորձ ունենալով կարող եմ ասել, որ այո, մեծամասամբ սա է, որովհետեւ ընտանիքներում չեն խոսում դրա մասին։ Երևի թե կրկնվեմ այսօրվա մեր զրույցի ընթացքում, որ ասեցի, պետք չէ խնգարկել դիմացինին, բայց երբ որ ընտանիքը դա գնահատում է, արժևորում է, երեխան արժևորում է արդեն։ Երեխան արտացոլանքն է ծնողների ապրած, մատուցած ամեն տեսակ բարոյական չափանիշների։ Որտեվ այդ ընտանիքում ինքը ձևավորվում է, նշեցի, որ երեխան միջև սուպերեկոյի հասնել այդ հոգեբանական տերմինը գործածում, իր բավականին ժամանակ ունի, որ ձևավորվի։ Եվ եթե ծնողքը չի ձևավորվում, ինչպես պետք է ձևավորվի, ծնողքը ձևավորված չէ։ Տեսեք, անգամ պարզ հարաբերությունների մեջ, երբ որ վեճեր են տեղի ունենում, փողոցում բան, շատ տեսնում ենք շատ անգամներ, որ ծնողները իրենք են խրախուսում, չէ՞, ասում են այսպես արա, այնպես արա։ Աղջիկ տղա հարաբերության մեջ ընտանիքներում ովքեր տղա ունեն, ինչ են ասում։ Ասում են դու տղա ես, ոնց ուզում ես ապրի։ Աղջիկա պարակայում, այո, որոշակի սահմանափակումներ, բայց այդ ոչ ուզում է ապրել տղան, կարող է ինչ-որ մեկի կործանի եւ իրեն կործանի։ Տեսեք, այսպիսի մտայնություն է, ես մի անգամ մի երիտասարդ զույգ, որ բաժանության եսիներ, որ խոսում է իրենց հետ, ինչ ասեց իր հայրը, ասեց, մերը տղա է, թող աղջիկա կողմը մտածի։ Տեսեք, մոտեցումը, հիմա մենք խոսում ենք շնորհակալության մասին։ Բարոյական սա մի չափանիշ է։ Իմ պատմածներն բարոյական չափանիշների մասին է։ Եթե այդ բարոյական չափանիշները չի սնուցվում երեխային մանկության տարիքից, անշուշտ մեծանում է մեկը, որը իր եսը ավելին է, քան դիմացիների ամեն մի տեսակ արարք։ Եվ մենք քրիստոնյա լինելով, առավել եւս եկեղեցական լինելով, բազմաթիվ օրինակներ ունենք, բայց շարունակում ենք այդ ուղղությամբ նորից մարդկանց հետ հնարավորինս ծառայության ընթացքում փոխանցել այն ինչի կարիք ունեն։ Այո, երբևիցե, այսինքն չսպասելով ինչ որ պատասխանի։ Շատ պարականերում որպես մարդ ես ինքս նեղում եմ, որովհետև իմ հոգեզավակն եմ համարում դիմացինին։ Եվ միշտ ասում եմ, տեսեք, այս երեխաները, որոնք հիմա մեծացել են, հասել են ինչ-որ մի աստիճանի, կայացել են եւ կտրված են ինչ-որ մի ձևով եկեղեցուց կամ հոգեվորականի հետ կապ չեն հաստատում եւ նույն օրինակով օգտակար չեն լինում մյուսին, սա խոսում է այն մասին, որ իմ հոգեզավակը թեկուզ եւ լավ օրինակը տեսնելով նույն օրինակով չի ծառայում, բայց պատճառներից մեկը գիտեք որն է, քանի որ ես եղա հոգեվոր հայր, բայց ընտանիքում ունեի ծնողներ։
որոնք նույն տրամաբանությամբ չարաշնորհեցին։